հաստոցից ինչ կարանք սրանք։ Օրինակ հիմա էկոնոմիկայի նախարարությունը պետք է ռեստր ունենար, որտեղ ինչ հաստոց կա, այդ հաստոցը դու պետություն որպես աջակցել եք, որ գա, օրինակ վերջի լավագույն հաստոցները որպես մրցունակ հաստոց եկել է։ Դրա արդյունավետությունն ինչքան է, ինքը 24 ժամ պետք է աշխատի, 5 ժամ աշխատում, 4 ժամ աշխատում, ինչ պրոդուկտ է տալի, այդ հաստոցից տված պրոդուկտը ինքնարժեքի մեջ ինչ է։ Այս բաները, որ հիմա դուք այսօր թվարկում եք, ես հասնում եմ պոտենցիալ ով է գնահատելու։ Ժամանակին ասին նախ չի կարա լինի երկու նախարարություն, էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, տարբեր կառավարման բաներ են, տարբեր համակարգեր են։ Դուք պետք է ռեստր ունենաք, Հայաստանում ինչ հաստոց կա, այդ հաստոցից ինչ պրոդուկտ ենք ստանում։ Չկա էդի։ Այս պոտենցիալը եթե չկա, ո՞նց եք մասնակցելու։ Դուք պետք է հուշեք։ Ու պետք է բոլորը գա մի տեղ, մի կենտրոն լինի, չի կարա լինի։ Համեցան ռեստերը կա, մենք գիտենք, որ ձեռնարկությունները ինչ սարքավորումներ են ձեռք բերել մեր ծրագրերով եւ ինչ ունեն։ Ձեր ծրագրերը կարող մեջի 30%։ Համաձայն եմ։ Հիմա մենք ուրիշ գործիք ենք իրար ինչ-որ ներդնելու թվայնացման process-ում մի գործիք հիմա ծրագիրը գրելու process-ի մեջ են թվայնացման խորհրդում է ըստ էության նախագիծը, որը ենթադրում է, որ քանի որ մենք հիմա որոշակի այդպես ասած AI գործիքներ կիրառելու սահմանափակ հնարավորություն ունենք, այո, որովհետև 16 բանկ, 16 ֆորմատով մեզ ուղարկում են տվյալներ, մենք դժվարությամբ դրանք իրար միացնում ենք, փորձում ենք ինչ-որ կապեր գտնենք, հիմա այդ ծրագիրը հնարավորություն է տալու մի ֆորմատով ստանալ այդ ամբողջ տեղեկատվությունը, մի բազայի մեջ տեղավորել եւ AI-ով որոշակի կապեր, հետեւություններ անել, ոչ միայն առհասարակ ինքը հիմա պատվերները ստանալը, օրինակ հիմա եթե աշխարհի լավագույն բրենդերից մեկը պատվեր տա, Հայաստանում 5-10 կնեն անեն, երջան ինչ է լինի, ինքը ֆրանսիական կառույցների հետ աշխատում, թող Հերմեսյանն նա դետալ է, շուրուբի մակարդակ։ Հենց այդ դրան է գալի, որ ինքը AI-ը մեզ հնարավորություն, մենք այդպես ենք խնդիրը ձևակերպել, որ ասի, որ օրինակ դուք ձեր երկրում այսքան կարողություն եք ձևավորել, որը հնարավորություն է տալիս ձեր երկրում, որ շատ ուզենաք, այս ինչ բանը արտադրեք։ Հավաքում է ժամացույց, դա շատ ճշգրիտ բան է, չէ, արտադրություն է, բայց դրանից բխող կարանք մենք շատ այլ բաների համար, արդյունաբերությունների համար, տարբեր արտադրանքների համար կարող ենք արտադրանք տալ, բայց դա ով է գնացել գնահատել, ինչ է բան ճշգրիտ հաստոցադրած ու այդ հաստոցից ինչ մակարդակի մրցունակ դետալ է բաղադրիչ է դուրս գալի։ Խոսքը սրա մասին է, որ մենք ինտերես չգիտենք, նույնն էլ IT մասով էր, մենք մի հատ էլ հիմա խնդիր ունենք, հեսա AI-ը սկսի փոխարինել կոդ գրողներին, հիմա մենք պետք է ներդրում կատարենք, որ կոդ գրողի մակարդակը բարձրացնենք, որ կոդ գրողը վաղը առանց գործի չմնա, որտեղ չենք գնահատել, ինչքան կոդ գրող ունենք, կազմակերպությունները մեզանից ինչ են ուզում, հիմա դուք պետք է շրջաբերական ուղարկեք բոլոր այդ IT կազմակերպությունները, ասեք մենք ձեզ ինչով աջակցենք, որ մինչև արհեստական ինտելեկտի փոխարինող դառնալը կոդ գրելուն, մենք ինչ անենք, որ իրանց մակարդակը բարձրացնենք, որ իրանք այդ աշխատատեղերը չկորցնեն։ Շնորհակալություն։ Մեր տեսեք երկու արձագանք ունեմ։ Առաջին արձագանքը նա է, որ հենց այդ AI-ի միջոցով փորձելու ենք հասկանանք, օրինակ կա ինչ-որ արտադրություններ, որոնք որ հնարավոր է արդեն Հայաստանում ձևավորել, որոնք մինչև այդ հնարավոր չէին, ելնելով եւ այո, դա մեկ, իսկ ուղղակի այդպես ասած գնահատել ոչ AI-ով թե ինչ ունենք, ինչ հզորություններով եւ այլնով, վստահ չեմ, որ անկեղծ եմ ասում, որ նախարարությունը մի այդպիսի կարողություն է, որ կարող է գնահատել թե որ սարքավորումները, ինչպիսի հավաքած է ունի։ Չէ, ունի են ինչ որ մաքսայինով եկել է ձեր դուրսությամբ։ Չէ, ունի նաեւ ինչ են առել, լիզինգով։ Դա էլ կա։ Բանը հիմքում 20 տարի գործում է հարուստերը կամ 30 շատ այդտեղից այդ բազան, որը ենթադրենք 10,000 հաստոց, այդ 10,000 հաստոցից ինչ եզրակացության ենք մենք գալիս, դրա
Ես վստահ չեմ, որ մենք դրա, այդպես ասած, մարդկային կապիտալով այդ կարողություն ունենք, որ գնանք այդ եզրակացությունը բերենք, բայց կարծում եմ, որ հիմա հենց այդ ենք խնդիրը դրել։ Կարող են որոշակի AI գործիքներով ինչ-որ հետևություններ գան, որ օրինակ Հայաստանում այսպիսի կարողություններ է ձևավորվել։ Ենթադրենք, որ դրա արդյունավետ աշխատանքը 100 տիպի այո, սննդամթերքի մշակման ոլորտում էս սա ձևավորվել, ոսկերչության մեջ սա է ձևավորվել, քարամշակության մեջ էս է ձևավորվել, այստեղ օրինակ քիմիայում կարող է ասի բան չի ձևավորվել։ Այո, չգիտեմ, դեղագործության մեջ էս եք ձևավորել, քիմիայում պայմանական ոչինչ չեն կարողացել ձևավորել, ադամանդագործության մեջ էս ենք ձևավորել, ուսեն շարունակ։ Ենթադրում ենք այդ հուշող գործողությունները մեզ հնարավորություն կտան թվայնացման միջոցով այդ վերլուծական կարողությամբ կիսվել բիզնեսի հետ, իրենց հուշել, բնականաբար չեն կարող պարտադրել ինչ անենք, ասենք, ժողովուրդ 5 հոգուց մոտ 5 հատ տարբեր բան է ձևավորվել, որոնք իրար հետ կարան ինչ-որ մի հատ արդյունք օրինակ ստեղծեն, կամ մեր մոտ այսինչ արդյունքն է ձևավորվել, որի մյուս կեսը կարա գտնի նույն ղազախական կամ ռուսական ձեռնարկություններին ու ստանանք մի հատ վերջնական այլ արտադրանք այս մասով։ Այդ մասով իհարկե համաձայն ենք ձեր հետ ու գործիքն էլ այդպես ենք տեսնում։ Ձեր թույլտվությամբ ես մի հարցերում եմ, որը շատ կարևոր հարց է մեր Հայաստանի մեր շահի համար։ Շատ կազմակերպություններ բողոքում են, որ աշխատակիցներ չունեն, չեն գնում մարդիկ աշխատելու։ Մենք ինչ գործիք ունենք հիմա ԿԳՄՍ նախարարության հետ, որպեսզի օրինակ վերցնենք կահույքի արտադրությունը։ Դա բավականին լավ մասնագիտություն է, բայց ընթացքում է մարդը դառնում մասնագետ։ Պետք է 1-2 տարի որպես աշակերտ ընդունվի եւ սկսի, բայց դուք չեք պատկերացնում ինչպես արդյունքը Հայաստանի համար, որտեղ այդ հավելյալ արժեքը, որ ստեղծելու է, այստեղ ուղղակի հումքն է գալու։ Մնացած ամբողջ գործողությունը հաստոցի օգնությամբ, մարդու օգնությամբ լինելու է Հայաստանում։ Մենք հիմա աջակցող ինչ կարող ենք անել, որպեսզի 8-րդ, 9-րդ, 6-րդ, չգիտեմ, որ դասարանից այդ երեխեքին տանենք կամաց սկսեն այդ արհեստը սովորել։ Նոր հետո մենք բերեք օրենք ընդունենք, որ այդ մարդիկ որպես աշակերտի կարգավիճակով գոնե 2 ամիս այդ մարդկանց ինչ-որ մի բան տան, որովհետև ես չգիտեմ, կամ այդ ուղեգիրը լինի, ուղեգրով գնա աշակերտը կամ չգիտեմ, որտեղ այդ ուսումնարները չկա, բայց հիմա այսօր թիվ 1 խնդիրը մեր արտադրական հզորությունների մեծացման հավելյալ արժեք ստեղծելու բան աշխատակիցների պակասն է։ Շնորհակալություն, ես եմ մտածեք ինձ։ Ես ամբողջությամբ համաձայն եմ ձեզ հետ, ես շատ երկար կարող եմ պատասխանել, բայց 3 օրինակով ցույց տամ, թե չենք արել, բայց վստահ չեմ, որ կլինի համապարփակ, բայց փորձեմ ցույց տալ, թե որ 3 ուղղություններով անում ենք։ Այստեղ պայմանական միջին մասնագիտական աշխատանք, բարձրագույն որոշակի հատուկ մասնագիտություններով աշխատանք եւ գերբարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Սրանք 3-ն էլ իմիջիայլոց 3-ում էլ մենք բացում ենք։ Այսինքն բոլոր 3 ուղղություններով էլ կան։ Ավելի սուր է իրականում շատ բարձր մասնագիտացման եւ միջին մասնագիտացման մեջ։ Այս մեջտեղի օղակը շատ մասնագիտություններով մեր բուհերը փակում են, բայց մի շարք մասնագիտություններ, օրինակ բոլոր գործարանները այսօր տեխնոլոգ չկա, ապրանքագետ չկա, ստանդարտացման մասնագետ չկա, այսինքն կան անասնաբույժ չկա, այսինքն մասնագիտություններ կան բազմաթիվ, որոնք որ իրենք նույնիսկ Հայաստանում այս միջազգային գներով են իրենց վարձատրում արդեն, որովհետև ոչ թե նրա պատճառով, որ այլ Հայաստանում ուղղակի պահանջարկ առաջարկը խիստ ուրեմն անհամաչափ է, այդ մարդը այն 30 տարի չկացվեն։ Այո։ Հիմա դառնամ այն մյուս կտորի մասին, այս մյուս կտորում այդ բարձր որակավորում ունեցող մասնագետների ծրագիրը, որ իրականացնում ենք, հիմա ծրագրի մոնիթորինգ ենք անում, մոնիթորինգի արդյունքում էական դեղ սահմանափակումներ դրեցինք վերջին անգամ, բայց ծրագիրը պահպանվում է, իսկ ինչ ենք անում միջին մասնագիտականում, ես 2 օրինակ բերեմ, մեկը այսօր ադամանդագործության մեջ ինչքան մասնագետ կա, այդ մասնագետներին վերջին տարիներին պատրաստել է մասնավոր սեկտորը։ Այսինքն մասնավոր սեկտորը ինքը իր համար համ ուսումնարան, համ աշխատանքի տեղ է եւ այլն։ Ու հիմա այս խնդրի առաջ կանգնած նաեւ տեքստիլ սեկտորը, ու տեքստիլի հետ մենք հանդիպում ենք ունեցել, մի հատ հետաքրքիր գաղափար ենք իրականացրել, որ սկսում ենք իրականացնել իրար հետ։ Իրենք
մենք ունենք Հայաստան տեքստիլի քոլեջ, պետական քոլեջ։ Իրենք համաձայնվեցին իրենց միջոցներով դասախոսներ բերել, իրենց միջոցներով սարքեր, մերքենա սարքավորումներ տալ, այսինքն իրանք ասում են մենք սարքը կտանք, սարքավորումները կտանք, մեզ թողեք, մենք այդ մարդկանց, այդ երեխեքին այդ հաստոցների վրա սովորեցնենք, որովհետև այդ մարդիկ մեզ պետք են, որովհետև այսօր մենք աշխատող ենք ընդունում, սենց տենենց մի քանի ամիս իրեն սովորեցնում ենք, իր բոլոր պրոբլեմներով, այսինքն խնդիրներ, բրակ եւ այլն, մինչեւ այդ մարդը հասնում է ինչ-որ մասնագիտական մակարդակի, որից հետո սկսում է նորմալ ապրանք թողարկել։ Հիմա այս համագործակցությունը արդեն սկսել ենք, ոլորտը հետաքրքրված է, ինքը պայմանավորվածություն ունենք, պիտի տան ուրեմն գործիքները, արդեն տարածքնել ենք իրենց